նայեք, թրիպի նշանակությունը ինքը շատ ավելի մեծ է։ Ահռելի նշանակության ծրագիր է, որը դուրս է միայն ուրեմն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունից, ասենք աշխարհի թիվ 1 երկրությունը ներգրաված է այս ծրագրին, բնականաբար չի կարող ադրբեջանական կողմը կասկածներ կամ ինչ-որ մտահոգություններ հնչեցնել բացահայտ մի նախագծի, որտեղ կա Միացյալ Նահանգների ներգրավություն։ Իսկ սահմանադրության փոփոխությունը դա երկկողմ հարաբերությունների տիրույթում է եւ անընդհատ երբ որ շեշտադրում են այդ մասին, իրենք շատ լավ հասկանում որ դա դրանով ազդում են թե Հայաստանի ներքաղաքական օրակարգի վրա եւ նաեւ շատ լավ հասկանում են որ երկկողմ ինքը այսպես քննարկում լինելով եւ անընդհատ ադրբեջանական կողմի այս միջամտությունը իրենք օրակարգում պահելով իրենք թույլ չեն տալու որպեսզի այդ փոփոխությունները տեղի ունենան, որտեղ եթե ադրբեջանական կողմը անընդհատ խոսում է սահմանադրության փոփոխության մասին եւ հետո էլ հայտարարելու է ասելու է տեսեք մեր պահանջով Հայաստանը փոխեց սահմանադրությունը կամ փոխում է այդ process-ը տապալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը դեմ է քվեարկելու Ադրբեջանի պահանջով սահմանադրության փոփոխությանը։ Իսկ սա գործիք է անընդհատ ժամանակ ձգձգելու եւ խաղաղության համաձայնագիրը չստորագրելու։ Բայց եթե իրենք տեսնեն, որ թրիպի մասով արդեն ամեն բան իրենց առավելագույնս ներկայացնում է իրենց շահերը, կարծում սահմանադրության փոփոխության հարցը օրակարգից դուրս կմղեն, կգնան ժամանակավոր ստորագրման, գուցե ավերացումը թողնելով հետոին։